ամենածանր սցենարից սկսեցինք մենք ժողովրդավարության եւ Հայաստանի Հանրապետության ապագայի տեսանկյունից ամենածանր սցենարից։ Երբ ժողովրդավարական ուժերը լավից վատից փոքրամասնություն են կազմում եւ հանգրվանում են բանդում։ Եվ կրկնվում է Գյումրու հնարավոր սցենարը իր բոլոր խայտառակ մոդիֆիկացիաներով եւ այլն, պլյուս Կրեմլի ուղիղ միջամտությունը, ուղիղ կառավարումը ընդեղից, տարածոյով կառավարումը, գուբերնացման, սցենարը։ Սա ես ինքս սրա հավանականությունը գնահատում եմ 1-2%։ Երկրորդ սցենարը էս եղած խորհրդարանի բովանդակային կրկնությունն է։ Որոշ պատգամավորների կամ խմբակցությունների փոփոխություններով, երբ իշխող քաղաքական ուժը միահեծան կերպով մնում է քաղաքացիական պայմանագիրը, այնտեղ ընդդիմադիրները պրոկրեմլական եւ նախկինական, այսպես ասենք, էլի, 2-3 խմբակցություն լինում են 10, 20, 25, 30, չգիտեմ քանի տոկոս էս մի սցենարը, եւ երրորդ սցենարն այն է, որ իշխող քաղաքական ուժը լինում է քաղաքացիական պայմանագիր պլյուս ժողովրդավարական ինչ-որ կուսակցություններ, անունները չտամ 1, 2, 3 ասենք կուսակցություն։ Ընդհանուր առմամբ քանիսը կարող են մտնել խորհրդարան, մաթեմատիկական որոշ վերլուծությունը հաշվի առնելով շեմերի անկումը ինչ-որ չափով կուսակցությունների 5%-ից 4% է դարձել, անցած տարիների վիճակագրությունը, թվաբանությունը 3 քաղաքական ուժ է հայտնվել այնտեղ։ Նաև 18 թվականին էր 3 քաղաքական ուժ հայտնվել, այս անգամ կարող է հայտնվել 4 կամ 5, տո եսիմ 6 քաղաքական ուժ։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։